Կոստյումով տղամարդիկ, չգիտեմ ուր էին փախչում, բայց ապրիլի 16-ին 19:00-ին առաջնախաղ է Գյումրու դրամատիկական թատրոնում, այս մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ, մի քանի դերակատարներ մեր տաղավարում են։ Մեր հյուրերն են Գյումրու դրամատիկական թատրոնի դերասաններ Սարգիս Ղարիբյանը եւ Սոֆի Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Մենակ տղամարդիկ չեն բեմում։ Ոչ։ Չէ։ Դուք էլ եք, աղջիկներ էլ, գնում եք ինչ անեք, խանգարեք այդ տղամարդկանց։ Փորձում ենք իրավիճակներ փրկել տղամարդկանց կյանքում կոստյումը հայտնվելուց հետո։ Ստեղծագործությունն է։ Ռեյ Բրեդբերիի ստեղծագործությունն է։ Բրեդբերիի ստեղծագործություն ունի, չեմ հիշում։ Պատմվածքի Ռեյ Բրեդբերիի պատմվածքի հիման վրա է։ Վանիլային պաղպաղակի գույն ունեցող հրաշալի կոստյումը պատմվածքի հիման վրա է։ Անուն չեք փոխել։ Որոշակի փոփոխել ենք, այսինքն դարձրել ենք կոստյումով տղամարդիկ, հա պատմվածքի սկզբանե կոչվում է վանիլային պաղպաղակի գույն ունեցող հրաշալի կոստյումը։ Ես էլ ասում եմ, դա ինչ ստեղծագործություն է։ Ահա, ու պատմում ենք 6 տղաների մասին, որոնց նպատակը ձեռք բերել մի կոստյում ու այդ կոստյումի շնորհիվ հասնել իրենց երազանքներին ու նպատակների կատարմանը։ Որն է երազանքը։ 6-ն էլ ունեն տարբեր երազանքներ, տարբեր նպատակներ, հետաքրքիր մեքսիկացի երիտասարդներ են, բոլոր շերտերի ներկայացուցիչներն են, հա, մեկը արվեստագետ է, մյուսը ավելի ֆինանսի մեջ է տեսնում իր նպատակ ու իր երազանքը, բայց շատ հետաքրքիր հանգուցալուծում ենք ունենալու, համոզված եմ դիտելուց հետո հանդիսատեսը շատ կզարմանա ու իր համար նոր բաներ կբացահայտի սեփական երազանքների մասին։ Իսկ քաղաքական գործիչ դառնալու երազանք ունեցող տղամարդ կա թե չէ։ Որոշակի նման մի կերպար կա։ Ես կասեի, որ իմ կերպարի, նույնիսկ ես կասեի, որ իմ կերպարի մեջ կա նմանատիպ ձգտումներ, բայց հենց ինքն էլ հասկանում է, որ այդ կոստյումը չէ, որ իրեն պետք է հասցներ այդ նպատակակետին, այլ հենց ինքը։ Կոստյումն է, որ քեզ պիտի գերի։ Այո։ Իսկ աղջիկները ինչ են անում այնտեղ։ Աղջիկները Խանգարում են։ հիմնականում խանգարում են, երբ արդեն ձեռք են բերում 6 տղաներ իրենց կոստյումները, այդ տեսարանները կարծես մենք սարքում ենք իրենց համար, հայտնվելով իրենց կյանքում, ինձ թվում է միայն երազանքներն եք իրականացնում են, կարծես թե չէ։ Մեր միջոցով իրենց կոստյում ունենալու երազանքները իրականություն են դառնում։ Ովքեր են դերասաններից բեմում։ Արսենը Սաղաթելյան, Արսենին տեսանք։ Ահա, Սարգիսը Հարությունյան, Ժորան, Սուրենը, երիտասարդ կազմ է հավաքված, շատ հետաքրքիր, նոր գույներով, նոր մտածելակերպով երիտասարդներ։ Ով է բեմադրել։ Բեմադրել է Մերին Մարգարյան, աշխատել է համազգային թատրոնում, դրամատիկական թատրոնում է աշխատել։ գծավոր ներկայացման ռեժիսորն է, շատ հետաքրքիր փորձառություններ աշխատել Մերիի հետ ու շատ կարևոր է մեր թատրոնում որդեգրած այդ սովորույթը, հա, հրավիրել ռեժիսորներ ու նամանավանդ երիտասարդ ռեժիսորներ, որոնց հետ աշխատելիս դու առնչվում ես նոր ձեռագրի, նոր մտածելակերպի, տարբեր դպրոցների ներկայացուցիչներ են գալիս ու շատ կարևոր է թե թատրոնի ստեղծագործական աշխատանքի համար, թե դերասանին, որպես այդպիսին, հա, նոր ձեռագիր ունեցող ռեժիսորի հետ աշխատել ու ինքդ քո մեջ բացահայտել նոր գույներ ու նոր տեսակներ։ Գյումրու թատրոնը ոնց հասկանում հանդիսատեսի պակաս չունի, հա։ Շատ են ակտիվ։ Թու Այդ ասում եք, որ երևանցիք ձեզ աչքով չտա։ Մի բար կրծող երևան։ Մենք էլ չենք աչքով տալիս, մենք էլ ունենք շատ հանդիսատես։ Գալու եք Երևանից ներկայացմամբ։ Կարծում եմ կլինի հյուրախաղեր, դե գիտեք Գյումրու թատրոնը միշտ աչքի ընկնում է հյուրախաղային ակտիվությամբ, հա, մենք թե Հայաստանի բոլոր մարզերում ենք աշխատում լինել, թե Հայաստանից դուրս ենք աշխատում հյուրախաղերով ներկայանալ մեր հանդիսատեսին ու հա, ինչպես նշեցիք, պակաս չենք ունենում հանդիսատեսի, փառք Աստծո ու երևի այդ ամեն ինչը գալիս է մի ամբողջ մեծ ստեղծագործական խմբի նվիրումից, հա, ու անընդհատ հանդիսատեսին նորը տալու ու այդ բարձր սանդղակը, որը սահմանել է Գյումրու դրամատիկական թատրոնը, այդ սանդղակը միշտ բարձր պահելը, հա, ավելի շատ մենք հիմա կենտրոնացած ենք այդ մեր սահմանած սանդղակը բարձր պահելուն, քան փորձել գոհացնել, հա, ինչ որ շերտերի եւ այլն եւ այլն։
Էլի պրեմիերան լինելու են Գյումրու թատրոնում։ Անպայման, այս ներկայացումից հետո մենք մեր փոքրիկ հանդիսատեսի համար պատրաստելու ենք երկարագուլպա Պեպին ներկայացումը, որի գլխավոր դերակատարը խնդրեմ մեր Սոֆին Սարգսյան, նորից գունեղ, շատ հետաքրքիր, դե ինչպես գիտեք 160-ամյակն ենք տոնելու, հա, թատրոնի, թատերաշրջանի բացում ենք անելու, գիտաժողովներ, հանդիպումներ։ Ինչով է լինելու բացումը, կա ինչ-որ ներկայացում, որով տենց մեկնարկում է շատ կարևոր։ Դեռևս հստակ որոշված չէ, թե ինչ ներկայացումով է լինելու, բայց Գյումրու միջազգային թատերական փառատոնն է անցկացվելու, լինելու են գիտաժողովներ, հանդիպումներ, մի խոսքով շատ հագեցած ծրագիր ունի, ինչպես միշտ Գյումրու դրամատիկական թատրոնը, մեկը վերջացնում ենք, շատ արագ անցնում ենք մյուսին։ Ինչ հաճելի է, բայց Հայաստանում թատերական կյանքը մի տեսակ շատ հետաքրքիր, sense խմորումների մեջ է շատ հետաքրքիր պրեմիերաներ։ Պարադոքս է, բայց հետաքրքիր է։ Հրաշալի երիտասարդ դերասաններ, հրաշալի ուղղակի։ Մենք շատ ուրախ ենք։ Եվ իհարկե նաև հանդիսատեսի պակաս կարծես թե էլի թութու ոնց որ ասացիք ամբողջ Հայաստանում հանդիսատեսի պակաս չկա։ Մարդիկ սկսել են ներկայացումներ գնալ։ Մենք շատ ենք հյուրընկալում դերասանների, ռեժիսորների, սցենարիստների եւ ոնց հասկանում ենք ընտիր է ամեն ինչ։ Փառքսու, այո, հանդիսատեսը նորից կարծես թե հա անցել են այն ժամանակները, որ մարդիկ թատրոն գալիս էին ուղղակի ժամանակը անցկացնելու համար, հա, հիմա գալիս են մտածելու, գալիս են ինչ-որ բան տանելու, վերադարձել են իմ կարծիքով այն ժամանակները, երբ հանդիսատեսը սկսում է վերլուծել, հա, նույնիսկ բանավեճի մեջ է մտնում, հաճախակի օնլայն տիրույթում, նույնիսկ թատրոնի էջով գծված նույնս գովազդների եւ այլն նմանատիպ նյութերի տակ, հա, փորձում են մեկը մյուսի հետ բանավիճել, ամեն մեկը իր տարբերակն առաջարկում։ Ինչու՞ չեք դնում այս ներկայացումը։ Հա, առաջարկություններ են անում, գիտեք ինչ, SPS-ը բեմադրեք կամ գիտեք մենք տեսել ենք այս ներկայացումը նորից ենք ուզում, այդ պահանջները կան ու մենք շատ ուրախ ենք այդ առիթով, դա եւս մեկ ստիմուլ է յուրաքանչյուր դերասանի ու ստեղծագործողի համար, որպեսզի շարունակի անել այն, ինչ անում է։ Ու ուրախալի է, որ Երևանից էլ է շատ հանդիսատես գալիս, այսինքն մենակ գյումրեցիները չեն։ Ճիշտ եք, գալիս հասնում ենք, հետո չգիտենք, մնանք, գնանք, իհարկե մնացել։ Չէ, ճիշտը մնալն է, անպայման։ Ասում է, ծանր գրաֆիկ ունեցող մարդու համար աշխատանքային ճիշտը հեջ մնալը չի։ Մանավանդ երբ որ առավոտ ես վարում։ Այո։ Մենք ձեզ հասկանում ենք։ Իրականում ես ինչ որ սկսել եմ որակական փոփոխություններ նկատել, որովհետև ես առաջինն եմ դժգոհներից։ Այդ հանակ մասխարայությունները չեմ սիրում, կոմերցիոն, սերիալներ, վատ, բայց ես ասեմ, մին օրը օրինակ բացահայտել եմ Լոս Անջելեսում հեռուստասերիալ է նկարվում, նոր պրոցեսի մեջ են, բավական լավ թեմատիկայով, եթե իհարկե հետո չփչացնեն, դե մենք սիրում ենք, առաջին երկու սերիալները տենց երրորդից հավես չի լինում։ Հիմա մեկ էլ չասեն Անուշիկն ասեց լավներ, բայց քանի դեռ առաջի երկու սերիալները հետևել եմ, որտեղ ինձ Պուրսեցին է խաղում, չէ, դե ինձ Պուրսեցին է խաղում, որին շատ սիրում եմ, ասում եմ իր մարդկային որակները ինձ համար միշտ զարմացրել են, իրական են հայ տղամարդու տեսակ է, ու որ տեսա, հասկացա նաև որ ինքը իր վրա աշխատել է ել ավելի լավը լինելու, որովհետև ես իր գոնե թե չափանիշները գիտեմ եւ ուսման տարիներում եւ մի քիչ հետո, բայց հիմա ես հասկացա որ մարդը ամեն ինչ ներդրել է, այն ինչ որ գիտեր երևի մի բան էլ ավելին, որպեսզի լավագույնս ներկայանա եւ ստացվում է։ Այսինքն եթե գոնե մի քիչ որակով բան ես տեսնում արդեն այս իրականության մեջ, որ մարդիկ սկսում են աշխատել եւ դու հասկանում ես որ օպերատորը չի կանգնել քնել, այլ գործ է արել, հա, ոնց որ մեր մոտ տենց լինում է շատ հաճախ, դու հասկանում ես որ դե եթե լավ գործ է արված չի կարող չգնահատվել։ Եվ այս ամեն մի լավ արված գործ կստիպի այն հաջորդին, եթե ինքը ինչ որ բան անի, ել ավելի լավն անի եւ այսպես որակը փոխվում է։ Միանշանակ։ Կրմրցակցության արդյունքում է։ Շատ կարևոր բան է, նույնիսկ այն ամենափոքր կոլեկտիվներում, հա, երբ որ մեկը ինչ որ առաջ խաղացում է ունենում, ինչ որ իր կյանքի որակն է փոխում, հա, մյուսներին ստիպում է ցկտել ավելի ու կատարելագործվել ու ձեր ասացի պես, այո, շատ ուրախալի է, այդ տենդենսը քիչ-քիչ սկսում է դուրս գալ մեր հասարակության միջից, թե նույն այդ ձեր ասած սերիալային որակների տեսանկյունից, այն ինչ տեղի է ունենում Հոլիվուդում, աշխարհում, հա, նույն դե ամեն ինչ հասանելի է, հիմա տեսնում ես, չէ, նույն Netflix պլատֆորմներում
այն սերիալները, որոնց որակը սկսում է փոխվել 3-րդ, 4-րդ սեզոնից, չգիտես ինչու, մեզ մոտ սկսում է փոխվել 2-րդ սերիայից։ Այո։ Teaser-ից հետո կարելի է փոխել, էլի։ Բայց դա է բացառություն, այդ Netflix-ի նկարած, ասենք, սերիալների, չգիտեմ, այդ որ ասենք որակը փոխում է, դա էլ պետք է դու խոշորացույցով գտնես սերիալներ, որոնք պետք է մոտենաս, հա, որ կարողանաս փոփոխությունը նկատել։ Ամենը չեմ ուզում ֆիլմի ասել, ուղղակի նշի որ մեր TV-ի եթերում պետք է գովազդանենք, բայց ես միշտ այդ ժամանակի խնդիրը ունենում եմ սերիալ նայելու, բայց այս տարի մի սերիալ են նկարել, հիմա ես չեմ սիրում, երբ որ ամբողջությամբ սերիալները դուրս եկած չեն լինում, ես սկսում եմ նայել։ Հիմա ես մեկ շաբաթ սպասում եմ, որ 40 րոպե սերիալ նայեմ, ես զգում եմ, որ ես տանջվում եմ, բայց այդ ինչ են անում։ Այդ ինչ են անում, մարդկանց ճաշակը պետք է փոխվի, որովհետև երբ որ մարդը մի անգամ, երկու անգամ արդեն լավ պրոդուկտ է տեսնում, ինքը էլ վատ է, կյանքում չի կարա նայի, որովհետև դա տանջանք է։ Նույնն էլ վատ PS-ը կամ չգիտեմ, վատ բեմադրությունը, երբ որ դու գնում ես նայում ես, սա պարտադիր է նայելը, որ դու հասկանաս արդեն ինչը պետք է չնայես։ Եվ շատ կարևոր է, այո, շատ կարևոր է որակը։ Իրականում ուրիշների որակը չգիտեմ, ես ուզում եմ որ մեր որակը բարձրանա, հատկապես չեմ ուզում որ թշնամիների արած գործի որակը բարձրանա, մենք մնանք, այդ առումով ինձ թվում է պետք է մենք շատ զգոն լինենք։ Թե հիմա Netflix-ում կամ Hollywood-ում այնտեղ միշտ եղել է, գումարը եղել է, այնտեղ մի քիչ սիստեմ այլ է ֆիլմ արտադրության։ Մենք իրականում պետք է, ասում եմ, ոչ թե իրենց հետ մրցենք, այլ եթե մրցենք, ապա այո, թշնամիների հետ բացառապես իրենց հաղթելու որակական եւ գաղափարական ասելիքներով։ Իսկ ինչ վերաբերում է մեր երիտասարդներին, նրանք ովքեր իրականում սիրում են թատրոնը, ճիշտ կրթություն են ստացել եւ անհնար է որ այդ դեպքում հարգանք չլինի բեմի, հանդիսատեսի, նրա կարծիքի հանդեպ, հետեւաբար կծնվեն իհարկե որակյալ աշխատանքներ, որտեղ հեղինակը որ ընտրել եք արդեն ամեն ինչ ասում է։ Ձեզ լավ պրեմիերա ենք մաղթում։ Շնորհակալ ենք շատ, համեցեք։ Ոչինչ հրավիրատոմս չեք բերել։ Կներենք։ Որովհետև առավոտ գործ ենք, Անուշիկ։ Մեկա չեն գալու, չէ, որովհետև դուք գիտեք, որ երբ մոտենաք մեր դրամատիկական թատրոնի դռներին, ձեր առջև մեր դռները բաց են, սիրով կսպասենք։ Ինչպես ասում են պարոն Մազմանյանը, կռի վարավոր չբա։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, շնորհակալ դիտողներ, մենք էլ։ Գովազդ է մեր եթերում, որից հետո արդեն կանդրադառնանք, եթե ժամանակ ունենանք տեսանյութին, իհարկե խոհանոցին պարտադիր։